Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը երգիչ Արազ Դարեր է։ Բարև ձեզ, Արազ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել իմ տաղավարում։ Նմանապես։ Արազ, զրույցն ուզում եմ սկսել ձեր դադարից։ Ի սկզբանե որոշել էի, որ պետք է սկսենք ձեր գործունեության սկզբից, երաժշտություն ընտրելու ոլորտի այդ մտքից, սակայն այս պահին ուզում եմ անմիջապես խոսենք դադարից։ Ես հետևելով ձեր YouTube-յան ալիքին նկատեցի, որ 13 տարի առաջ եք հրապարակել վերջին տեսանյութերը, այն հայտնի տեսահոլովակներն ու երգերը, որոնք լսվում էին բոլորի մեքենաներից, բոլորի տներից եւ այլն, եւ մեկ ամիս առաջ։ Հիմա տալիս եմ հերթը ձեզ, ուզում եմ պատմեք, թե ինչ է տեղի ունեցել այս տարիների ընթացքում։ Որոշեցիք վերջից սկսենք։ Վերջից սկսենք, որ գնանք սկիզբ։ Սիրով։ Գիտեք, պատած կյանքի ճանապարհը ուղին են հենց ատանում մարդու, որ ստիպված ուզած պետք է ենթարկվի, ուրիշ ձև չկա։ Ուրեմն 2012 մոտապես թվականից հետո այնպես դասավորվեց, որ ճակատագիրը ստիպեց, որ ես հեռանամ։ Այսինքն այնպես որ դու ինքը չի պլանավորել, որ անպայման պետք է գնաս եւ ինչ-որ ասենց երկար դադար լինի։ Իհարկե, ասեմ մի բան, որ ընթացքում եղել է էլի, որ ես եկել եմ, զուգեր ենք ունեցել մի հատ բան, ուղղակի շատ կարճ ժամանակով եկել եմ ուղղակի գործնական, առանց եթե որ քաղաքում լինեմ կամ NPC գծեմ իմ ծրագիրը որպեսզի մնամ, այտենց եղել է, եկել ենք նույն ինչու տեսահոլովակն ենք նկարել էլի դուետ ֆորմատի մեջ, ուրեմն Ջեյնի հետ, որ լավ էլ դիտում ունեցավ, ինչքան որ ես եմ տեսնում, եւ լավ ընդունեց լսարանը։ Ուղղակի որպեսի տենց սիստեմատիկ աշխատանք եւ ինչ-որ ռեժիմով անել այդ բանը, չէր ստացվում պարզապես նրա պատճառով, որ ես 2012-ին որ գնացին, ուղղակի չէր ստացվում վերադառնայի։ Շատ հարգելի պատճառներով, որտեղ ինչ-որ այստեղ բացի դրանից, որ խնդիրներ եղավ, որ իմ սեփականության հետ կապված, ես էլ այն որ հուսահատ թողեցի, բայց դրանից ավելի ցավալին լիք ուրիշ բաներ էր, որ էլ ինչպես ասած այդ անցած ճանապարհների ինգեներից սկսած մինչև բանը, մինչև ամբողջ այդ հնարավորությունները, որ ստեղծել արդեն ոնց որ թե այդպեսի չէր քեզի ոգևորում կամ ցանկությունը չի զգում, ոնց որ թե խորթացեր իր թե շատ կարճ ժամանակում էդի զգացի։ Եվ որոշեցի, որ մի 2-3 տարի դադարից այն որ ամենացավալի տարիներն էր, որ չէի հասկանում պետք է վերադառնալ, թե ընդեղ ընդունել առաջարկներ։ Այդպես էլ նենց ստացվեց, որ ոչ առաջարկներն իր կարողանում իհարկե ընդեղ էլ այդ սահմանափակ այդ լիմիտները որ կար, ուղղակի ինձի չէի պատկերացնում նման բեմերի։ Այդ դրա պատճառով լիքը մերժումներ արեցի պրոդյուսերների կողմից, որ իրանց բանը անդադար ձգձգելով, որպեսի, չգիտեմ, վերադառնում եմ, թե պետք է մնամ։ Այնպես որ այն էլ քայքայվեց, ոչ ընդեղ արեցինք այդ գործը, իրանց առաջարկը, եւ թե եկամ, մինչեւ որ մի 2-3 տարի հետո որոշեցի, որ հիմա պետք է ապրելու հնար գտնեմ։ Այդ դրա պատճառով, քանի որ ես մասնագիտությամբ կոմպոզիտոր եմ, ավարտել եմ եւ շատ փոքր ժամանակվանից արդեն 16 տարեկանից ես Պարսկաստանում եղել եմ, մեծ մասամբ ռեկլամներից, դոկումենտարի, շատ հայտնի ռեկլամներ ասեմ, որ իմ սարքածներն են, որը ճանաչում ով բոլորը, որպես երաժիշտ։ Հետո էլի որպես խնջույքների կամ դիպլոմատիկից բռնած միջև հարսանյացների մեծ շատ լայն աշխատանք որ ունեցել եմ, դրանք այնպես է եղել, որ իմ վրա է ելը եւ ես այդ ինչպես ասած ուղին եմ տարել, մինչեւ որ
արդեն մտածում եմ, որ այս շատ դժվար է այս բանը ընդունել, որ դու հիմա այդ վիճակը այդպիսի որոշեցի, այսինքն այդ վիճակի հետ ընտենալանը շատ համար զբաղ էր։ Մինչև որ որոշեցի, որ ուրիշների համար ստեղծել, սարքել, ստեղծագործել, որ կարողանալ կյանքը տանել առաջ։ Էդ էլ հեշտ բան չի, մինչև որ դու կարողանում ես գտնես քո շրջապատը, կարողանում ես քո, ինչպես ասած, կլիենտները գտնես, ընկերությունը գտնես, այդ վիճակը նորից վերականգնես, քանի որ մինչև այդ արդեն Հայաստանում տարիները բացակայել, Հայաստան լինելու պատճառով բացակայելս ու հեռացել ես, չէ՞։ Բայց ստիպված պետք է հենց այդտեղ շարունակես, որտեղ հնարավորություն չկա գալ։ Այնտեղ շարունակել եմ ու դա տևավ 10 տարի։ 10 տարի, այո, 10 տարի մինչև այդ էլ 2-3 տարի այտենց այն որ անորոշ վիճակի մեջ ես այն դժոխքի ու բանի դրախտի արանքը մնացած չես իմանում ինչ պիտի ելնի, այնպեսին ստացվեց, որ այսքանից հետո ես վերջապես ինչ որ տեղի էր աշխատանքը այդպիսի տանում եմ առաջ, մինչև հասավ այն գագաթին, որ այո, հիմա կարող եմ ես իմ վրա զբաղվեմ, ինձնով զբաղվեմ, իմ վրա ժամանակ ծախսեմ եւ ի վիճակի եմ, որ կարողանամ նորից ինչ որ հանդես գալ որպես արդեն արտիստ, երգիչ, հա։ Այո, արես տեսեք, դուք նշեցիք, որ Հայաստանում 2012 թվականին կորցրեցիք ձեր սեփականությունը։ Ես ուզում եմ վերադառնանք այդ ընթացք։ Այն, որ կորցրեցիք ընկերներ, այն, որ կորցրեցիք շրջապատ, դա ես ձեր խոսքից հասկացա եւ ձեր խոսքից նաեւ հասկացա հիասթափությունը։ Ինչպես եք լավ կարողացել կորցնելուց հետո այդ հիասթափությունը վերականգնել, որովհետև նյութական կորցնելը դա կարծում եմ ավելի հեշտ է որոշակի առումով, քան հոգևոր արժեքներ կորցնելը։ Նախ առաջին ուզում եմ այդ հարվածի մասին խոսենք, ինչպես ստացաք այդ հարվածը եւ ինչպես կարողացաք դուրս գալ դրա տակից։ Այդ ուղղակի այո, ճիշտ եք։ Ու երանի եմ տալի այդ ժամանակներ, եւ որ այդ խոճապի մեջի, այդ դժվարության մեջի, որ անընդհատ ներվեր քայքայվածա չես կարողանում քո հետ հաշտվել, որ դա ուղղակի բան է, պատահել է ու դու պիտի մաքրես, որովհետև շատ ես հիմա դա արտահայտում եմ միայն դրա պատճառով, որ հասկանալի լինի, թե ինչից կարելի է նման բանի հասնել, նման եզրի հասնել, որ որոշես, որ կարող ես այդ սիրուն սարքածը, այդ հետաքրքիր վիճակը թողնել, թե ժողովրդի սերը, հարգանքը եւ թե շատ դժվար է դա, վերջապես դու կարողանում ես ինչ որ ճիշտ ես ասում, այդ մարդը ով պիտի, այսինքն ուզեմ ասեմ, որ նյութականը կորցնելը այդքան բարդ չի։ Այո, քան հոգևորը։ Ճիշտ եք ասում, ուղղակի պետք է մեկը լիներ, որ իմ վստահած մարդկանցից, որ ասել տղա, լսի, մոռացի մասին, մենք շարունակում ենք, մենք իրար հետ ենք, մենք կարող ենք նորից սարքենք։ Ուղղակի իրանք ինձի հասկանալով են, որ ավելի շատ ես դու զգում, որ հա ճիշտ ես, որ դու կորցրել ես ու ձեր չկա։ Ու էդի գնում է ոչ թե ուզելով, այլ դու էլ ես իրանց տեղացնում, որտեղ անընդհատ այդ թեման է, այդ քո դարդն է, այդ ցավն է, որ քո ընտանիքիդ բաժինը, քո սարկածը բանը ուրիշ տարել է եւ չես կարողանում տերել։ Ինչպես էր տարե ուրիշը։ Դե էդի մենակ ինձ չէր պատահել, շատ էր երբատահել, անուններ չտամ թե ինչ էր խնդիրը, բայց գիտեք ինչ է, եւ որ ասում են քրտինքով հալալ հացա չի կորում։ Ու այդպես էլ եղավ, մի անգամ մի հատ հրաշալի օր վերադարձավ այդ ամենը։ Բայց ինչը չէ կարծում եմ։ Հա, ինչը որ վերադարձավ այդ կոտրված սիրտն էր։ Ինչից, որ դու այդ ընթացքում դե ես շատ մարդկանց այդ շատ ազնիվ, մաքուր, ընկերական, լրիվ այդ մարդկանց ինչ դուք գիտեք, որ շատ սիրված դեմքեր են այսօր, ինչ որ իրար հետ մեծ ու ճանապարհներ են անցել, մեկս մյուսին օգնելով, այտենց ընկերական թանկ վիճակը վայելելով ու
Այն որ ես մի օր բացակայում եմ քաղաքից, այս երկիր եմ, Ամերիկա եմ կամ այլ երկիրներ եմ կամ նույնիսկ Թեհրան եմ գնում, այս մարդիկ չեն դադարում զանգելուց, որ կարոտեր ենք արի կամ ուրես ամենահայտնի դեմքերը, որ դուք գիտեք։ Ու սրանից հետո ոնց որ թե կա ձախողվում է եւ ոնց որ թե մութ համպա գալի կյանքիդ մեջ, բացի այդ որ քո հուսահատ ես այդ բանից, որ դու չես կարող վստահելի ինչ-որ բան ներդնում անես, հա, բացի դրանից ընկերականում էլ տեսնում ես դա ամենը հեչ չկա էլ արդեն։ Ու դա շատ թանկ է նստում ու ծանր տարամ, ու հենց դա էլ է լավ։ Մի 2-3 տարի տենց բանի մեջ, փնտրտուքների մեջ, որ ես ինչ պատահեց, ինչ եղավ, ինչ կարող է պատճառը լինի, արդեն անցնում ես այդ քո նորը սարքելուն, որը 10 տարի է դրա համար։ Այո, շատ դժվար է կարծում եմ 10 տարի կորցնել, ճակերտավոր ասած կորցնել, որպես արտիստ կորցնել, որովհետև այն ուժով եւ այն տեմպով, որ դուք սկսել էիք, վստահ եմ, եթե այս տարիների ընթացքում դուք շարունակեիք, դուք այսօր կկարողանայիք շատ մեծ դահլիճներ լցնել։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է եւ իրականում կարծում եմ, որ անգամ այդ վատը որոշակի առումով մեզ ինչ-որ բան է տալիս, ինչ-որ դաս է տալիս հետոյի համար։ 100% ես համաձայն եմ, որ պետք է եսի փորձին, որ մի հատ ստապվեմ, չնայած իմ տեսակ մարդիկ, ովքեր որ սենց զգացմունքային են, շատ այլում, ասում են, էսի դաշ չի ելնում, որովհետև իրանք սրտով են ավելի շատ առաջ գնում։ Ես այսօր էլ ինձ ելի նորից հենց այն մարդն եմ իմանում, այն տեսակի, ոչ մի չարիք չկա իմ սրտի մեջ, ոչ մի քեն չկա, ոչ մի ձև, այսինքն ընդ կարող անտարբերել եմ որոշ մարդկանց նկատմամբ, բայց հաստատ քեն չկա, ոչ մի վատ բան մտքումս չեմ պահել։ Ուղղակի ինձ զբաղվածել եմ լավ իմ սարկած վիճակում, իմ սարկած իմ ինչպես ասած վայրում եւ սիրալիրորեն եւ սերով եւ էնտուզիազմով լի ամեն օր աշխատել եմ ու այնքան եմ աշխատել, որ շատ կարծում եմ, որ շատ բաներ ունեմ տալու։ Իհարկե արել եմ ուրիշների համար լավ արդյունքների էլ հասել եմ, ինքս եմ ինձի էփե ավելի զարգացրել։ Այսօր էլ ես շատ գոհ եմ, այս ինչից որ կա, ուղղակի այս պատերազմը չեղել է, նույնիսկ իմ երազներով, իմ այդ ռոմանտիկ բանով, իմ աշխատասիրությամբ էլի տարված իմ բանին։ Հենց հիմա նեղվում եմ, որ ես հեռու եմ ու այդ հնարավորությունները ստե չունեմ։ Ես հիմա շատ վատ եմ, ամեն չեմ ուզում մի հատ ընկերներից նեղացրած լինեմ, որ այդամ ասենք իրանց ժամը խլեմ կամ իրանց ստուդիայից օգտագործեմ։ Դրա համար սուս մնացել եմ, ինչ եկամ այս պատերազմից, մի 20 օր էր երևի ես նույնիսկ տունից դուրս չեմ եկել, ոչ մեկի չեմ ասել որ ես եկել։ Ով իմացել է, մանրից իմացել է։ Ինչպես այո։ Դուք իմ ընկերոջս միջոցով եք իմացել եւ այլն։ Այնպեսի որ այդպես Հույս ունեմ, ինչպես քիչ առաջ էլ նշեցի, այդ ձեր կորցրածը շատ կարճ ժամանակահատվածում, այս տարիների կորցրածը կկարողանաք վերագտնել։ Դուք վերջերս 15 օր առաջ, եթե չեմ սխալվում, ներկայացրեցիք ձեր երգը, որը անմարելին էր։ Ուզում եմ խոսել տպավորությունների մասին եւ առաջին անգամ, երբ 10 տարի հետո, հա, այդ ներբեռնում էիք ձեր արդեն ձեր ստեղծագործությունին զգացողություններ ունեիք։ Էմոցիոնալ մարդը էմոցիոնալ մարդուց է այդ հարցը տալիս, որովհետեւ ես պատկերացնում եմ շատ ուզիչ կլիներ։ Շնորհակալ եմ, որ ինձ մեկը ինպես է եւ ընդհանրապես մարդիկ ովքեր ինպես են մտածում, որովհետեւ մտածում եմ ավելի թանկարժեք, քան թե մարդ զուտ իր շահերի մասին մտածի։ Հոգա։ Ուրեմն այս երաժշտությունը նույնպես հետաքրքիր պատմություն ունի, այս անմարելին, ուրեմն էսի էլ վերադառնում է հենց 2012 թվին, հենց ընդեղած որը, ու ես ինչի եմ հիմա էս արել, այն թողած կիսատները ավարտեմ, ինչ որ կիսատ եմ թողել, մեջից հանել ու նոր բացել նոր էջերը, ինչը որ այսքան տարիների մեջ զուգահեռ նրան որ ուրիշների համար եմ աշխատել, ինչպես ասած նորերն էլ եմ ստեղծել, բայց այս երաժշտությունը եւ նման մի քանի երաժշտություններ որ սարքվել է, այս տապատմություն գալիս է ես Միացյալ Նահանգներում եմ մրցանակավոր Աշոտյան
Եվ ինձի մի հատ հետաքրքիր մարդ ծանոթացնում եմ մի հատ գերաստղի հետ, էլի իրանահայ Հելենի հետ, որը Գուգուշի չափ մեծ բան սիրվածություն ունի պարսկական մարքեթում։ Մենք իրար հետ շփվում ենք ու ես մրցանակի համար եմ այնտեղ բանում, հանդիպում ենք ու որոշում եմ, որ պիտի մի հատ դուետ անենք իրար հետ։ Ես մտածելով, որ ինքը դե լայն ճանաչում ունի, մի 200 միլիոն լսարան ունի, այս 200 միլիոն բաները այդ սոցիալական կա, որովհետև շատ երաժիշտներ կան աշխարհում, շատ հանրահայտ դեմքեր կան, որ իրանք իրանց երկիրը, իրանց սիրով ու իրանց այդ բան սոցիալ մասկով, որ ժողովրդի մեջ են թողել ճանաչում են, ոչ թե թվերով։ Իհարկե։ Ու այս մարդը հենց այդ մարդկանց են հզոր դեմքերից, որը ճիշտ երաժիշտ, ակադեմիկ եւ կարգին ու սիրված ամենակարևորը այլ ազգի կողմից։ Որոշում ենք, ասում ենք մի հատ գործ անենք իրար հետ ու ես մտածելով, որ պարսկերեն տարբերակը հենց այս գործի, պարսկերեն լեզվովը ներկայացնենք պարսկական մարքեթին, որ միջև այդ արդեն ես ինչ-որ բաներ արել իմ, ինչ-որ ճանաչում ձեռք բերել իմ, արդեն զուգահեռ, որ Հայաստանում եմ աշխատում, այդ սպուտնիկային բաներում տալիս իմ, դա Պարսկաստանի ընդհանուր գաղափարից, մարքեթից դուրս, դեպի արտասահմանյան Պարսկաստանի, պարսկական մարքեթի մասին է խոսքը, դա շատ հետա կարող է դուք միանգամից ասեք ինչ ասում կամ ինչ, բայց հա շատ տարբեր են, շատ տարբեր, այսինքն այստեղ մի հատ կոնսերվատիվ, մի հատ փակ լիմիտով բան է, բայց իր մարդիկ լսում են նույն դուրսի լավ արտիստներին, որոնք արդեն այս բանի մեջ տեղ չունեն, հա։ Հիմա ես հարել եմ այդպես մի գործ ու նույնպես հայերենը, որ ես ուզում եմ Իրան ծանոթացնել, այսպիսի տաղանդի ծանոթացնել մեր հենց Հայաստանի հայերին, որը ավելի քիչերն են գիտեն Իրան։ Այդ նպատակով անում ենք երկու վերսիայով այս նույն անմարելի երաժշտությունը ու ես 2012-ին գալիս եմ այդ արանքում նստում եմ որ գործիքավորումը ավարտեմ գործիքավորումը ավարտելու ընթացքում զանգում ինձի տեղյակ են պահում որ ղեկավարությունը քեզի տվեր այդ դաբրոն կամ այդ իրավունքը որ դու կարող ես արդեն քո ալբոմդ եւ կոնցերտներդ ունենաս շատ լավ լուր բայց մի կողմից նրանով է վատ լինում, որ դու չես կարող, որտեղ քանի որ կանանց ձայնը այնտեղ արգելված է, ու դու մանավանդ դուրսի եկչու հետ ուզում ես ինչ-որ քայլ անես, դա հայերին չի վերաբերվում, դա հետո հասկանում եմ, որ ընդհանրապես իմ արվեստին, որը Հայաստանի հետ է կապված, ընդհանրապես իրան չի ուզում, որտեղ ես հանդես եմ գալիս որպես այդ շատ հազվադեպ արտիստներից, հա, որ հայ է եւ նման քայլեր ունի, նման հետքեր ունի ուրիշ երկրում որպես արտիստ։ Ապա որոշում եմ, որ եթե անեմ, սաղ էս ամեն ինչեր, էս իրավունքները, բաները, սա միջից կեթա, ընդհանուր այդ basic բանից, ինչպես ասած, արմատից միջից կեթա եւ ես չեմ կարողանա, որ այսինքն ապագա քայլեր անեմ։ Դրա համար եկչուն խնդրում եմ, ասում եմ, արի ես երկես դրի ու նվիրեմ քեզ։ Եվ ես մտածեմ իմ էսենս վիճակին, որը ստեղծվեր։ Ոչ այն եմ անում Անահիտ ջան եւ ոչ էսի։ Այսինքն ինձ է ստացվում, որ ես խորտակված այդ ուրիշների գործերով եւ այդ production-ը, որ արդեն կամաց սկսում եմ սարքել, բան եւ այլն, այդ տարիներում, այտենց մնում է, բայց ուղեղիցս դուրս չի գալիս, մինչեւ որ քանի ամիս առաջ։ Ես որոշում եմ, որ պետք է հայերեն տարբերակը գոնե թողնեմ։ Ու իդեպ ասեմ շատ հետաքրքիր պատմություն ունի ձեր լսարանի, կուզենամ շատ գնահատի, որպես առաջին այդ բանից ինքս եմ ռեժիսորական բաժինն բան անում, բացի այդ որ գործիքավորում, երաժշտություն, ձայնագրությունները, բաները անում եմ, բացի դրանից հանդես եմ գալի առաջին անգամ որպես ռեժիսոր այս music video անմարելին, որ կսիրեմ ձեր դատին անցնել եւ ձեր գնահատանքը իմանալ, դե իմ YouTube-ային էջում կա եւ կսիրեմ որ կոմենտներով տեղյակ թե ինչ եմ արել,
որպես ռեժիսոր ինչ եմ ասում։ Ոչ թե որպես պրոֆեսիոնալ ռեժիսոր, այլ այն ինչ որ ես զգացել եմ սրտով հոգով կատարեմ։ Ու իր մեջ հենց իմ աղջիկն է դերը տանում, որը պրոֆեսիոնալ պարող է եւ պատմություն այդպեսի եմ տարել առաջ իր զուգ ընկերոջ հետ, բարի զույգի հետ, որը այդ պատմությունը տանում է ոչ միայն սիրո, այլ կյանքի փոփոխության, որ կսիրեմ տեսնեք ու գնահատեք։ Այդպես ա եղել եւ որ պատերազմը լավ, ես էսի արդեն վերջի փուլն էր, որ արդեն արեր իմ ու բան, այն որ պիտի անենք ինտերնետը անջատվում է։ Ես այդ պատերազմի օրին այդպես դժվար ռմբակոծման տակ ու բան, այն որ չես կարողանում ստուդիաս մեկի վնասվավ, եւ այն որ բան չես կարողանես այնտեղ մի հատ տերիտորիայի մեջ եմ, որ ընդհանրապես չեմ կարող մոտենամ իմ ստուդիային, հազիվ գնացել մի քանի բան եմ վերցրել եւ որոշեցի կամ Հայաստան, ու եկամ Հայաստան, ասեցի հենց հիմա էլ ժամանակն է երևի որ թողնեմ։ Սիա պատմություններ, որը տենց ճանապարհից էդի 2012-ից այդ երկու շաբաթ բավականին դժվար ճանապարհ եք անցել։ Արազ, իսկ որոնք են եղել այն շարժիչ ուժերը, որ այս ճանապարհի ընթացքում ձեզ ուժ են տվել, չհանձնվել, չհուսահատվել, տեսեք որպես կոմպոզիտոր դուք Պարսկաստանում ներկայացել եք եւ շատ մնայուն գործեր եք թողել։ Իսկ ովքեր եւ որոնք են եղել այդ ուժերը, որ ձեր կողքին են եղել ու ուժ են տվել ձեզ։ Ընտանիքից բացի, հա։ Նաեւ։ Ես կարծում եմ հենց այն սերն է, որ ես ունեցել եմ իմ աշխատանքից։ Եթե ուրիշի հույսի ելնեմ, երևի երբեք էլ ոչ մի բան չէր տեղի ունենա։ Ես շատ եմ թիրացել իմ գործը սկզբից եւ ոչ մի բանի հետ պատրաստ չեմ եղել փոխել կյանքումս։ Դրա համար պայքարեր եմ, ելերա շատ ժամանակ հուսահատվել եմ, շատ ահավոր պահեր եմ ապրել, շատ դժվար օրեր եմ ապրել, որ կարող եմ ընդհանրապես ասեմ, սա ընդհանրապես ինձի կապ չունի, մոռանում եմ այս ամեն ինչը եւ ուրիշ գործ, բայց ինչ գործ, ես կյանքում չեմ պատկերացրել։ Այդ մի քանի ժամանակ անընդհատ ու մի կարող եմ ասեմ մի 10 անգամ որ ես եմ հիշում, 7-8 անգամ որ ես եմ հիշում, որ ընդհանրապես հիասթափեմ ինքս էլ ինձանից, էլ իմ արածից, էլ ու իմ լրիվ ինչին որ դրեմ, չէ։ Բայց հետո էլի ոնց որ թե ինքն է քաշե, դու սերը եւ աշխատասիրություն։ Հա, այդպես է։ Ինչը որ բացադրելի չի, ինչա իր մեսեջը, իր տեսակը։ Իսկ հիմա հենց այդ նույն սերն է մոտիվացնում առաջ գնալու համար։ Անպայման, այո։ Ես ճիշտ որ ասես, ես սկզբից էր որ շատ երեխա եմ ելել որ եկել եմ, հենց այդ սիրո ֆակտորն է, բայց չեմ կարող ասեմ որ ինչն է պատճառել է, որտեղած եմ ես ինչ որ ոգևոր, ոնց որ թե իմ ես օրինակ հիշում եմ մեր հարևանը ուսուցիչ ուներ Դաշնամուրի, շատ փոքր եմ, երևի 8-9 տարեկանի, որ Դաշնամուրի ուսուցիչ ուներ ու շատ խիստ ուսուցիչ էր։ Ես իրանից փոքր եմ այդ հարևանի մեր հարևանի երեխայից։ Ասեն շատ կարոտով էթում եմ նստում եմ դրան հետ, որտեղ թույլ չի տալի որ իրանց մոտ ելնեմ։ Շատ խեղճ, այդպես նստում եմ եւ լսում եմ թե Դաշնամուրեն պարապում։ Ու այդպես կարոտ կար որ Երանի ես էլ կարողանայեմ, բայց լրիվ ուրիշ աշխարհ էր մեր բանը։ Ու այլ դրա պատճառով էլ եթե քեզ հետաքրքրի կարող եմ պատմել թե ինձ ընդհանրապես դրանք ինքս ինքնուրույն սարքեցի։ Օ, իհարկե։ Ուրեմն այս ամեն ինչ որ եղերա հենց այս տեսարաններից բանից գալիս է, մինչև հասնում այն որ ես պետք է երաժշտական գործիք ձեռք բերեմ։ Բայց մերոնք քանի որ դասերից բաչիմ, պապաս միշտ ասում է դու բժիշկ պետք է։ Բայց ես միշտ այդպես է, չէ՞, փոքր տարիքում բժիշկը ֆավորիտ մասնագիտությունն է։ Սանապես կապ չէ, որ չիմ սիրում այդ բանը։ Հետո մի հատ նվագարանի բան կար, խանութ կար։ Ես այդպես փոքրիկ խանութ էր։ Մի հատ բաներ keyboard էր, այդ բանի իր վիտրինա, արդեն էսի 10-12-11 տարեկան է, նայում եմ այդտեղ, բայց էդի ոնց որ անհասանելի է երազաբա։ Այդպես նայում եմ իրան ու մտածում եմ պիտի էս տան, էս գնեմ։ Ու դողում եմ որ անկարծ մեկը չառնի։
Դրա պատճառով գործավորություն անում եմ, այդ բաժակների վրա ասենք շատ կոպեկ տպում եմ բաներ, որ կարողանամ այդ փողը ձեռք բերեմ կամ առնեմ։ Բայց երբ էլ կիսատ եմ մնում, որ ամառը ավարտում է պետք դասի ու դեռ չի հերիքում պետք առնեմ, որ պապայիս մոտ լացում բան, որ խնդրում եմ ես կան ավել դուր։ Երբեք այդ տեսարան չեմ մոռանա, որ պապայիս հետ ընկած հետևից եթում եմ, ինչեւ որ ինքը էթա բանկ գումարը վեսնի, հետո բերի դնենք, որ այդանք էդի վեսնենք։ Ու այդ օրը ես երբեք կյանքում եմ, որ պապաս էլ ցած մեծ հոգիորեն բանը իր ստենդը եւ իր pedal sustain-ը, որ իր optional բաները ավելորդ առնում է, որ ինձ իմ բանին հալ չկա։ Այդ չէ բան բացատրելի է այդ զգացմունքը։ Գալիս եմ ու այդպեսի սկսվում է այդ ամենը, որը վերածվում է դրան, որ ես արդեն շատ շուտ սկսում եմ արդեն էքսպերիմենտալ քայլեր անել, 14-15 տարեկան եմ մարդկանց խնջույքներում ինչ-որ նվագում եմ, որը հիմա այդ հենդիքեմերով վինեք դեր ունեմ, որ նվագում եմ եւ դες փորձում եմ որ ինքս ինձի ճարել, գտնել բան Betamax կամերաների մեջ բաներ կա, վիդեո Betamax-ը շատ հին ֆորմատներ է, երևի դուք չիմանաք, այդ բաների վրա հələ արխիվները կա։ Որ տենց շարունակում ենք ու կամաց տենց անուն եմ ձեռ բերում Պարսկաստանում լինելով համարյա իհարկե հաստատ առաջի մեկը որ այդ եւ որ այդ հնարավորությունն են տալիս որ լինի live music-ը լինի բոլոր հայկական մշակութային կենտրոնները ինձնով է բացվում դու լինես են այսինքն գրավեն Փարք Տիրոջ այն առաջի կլասը թե դիպլոմատիկ ծրագիրեր թե հարսանիքներ թե բոլոր ասկի ես եմ որպես ինչ-որ իմ երաժշտության տակ են ամուսնացել եւ կամ լրիվ դիպլոմատիկ դեսպանատների ծրագիրները բաներ ինձին վստահում ու տենց շարունակվավ մինչեւ հասավ մտեղ որ ես ասեցի արդեն սա իմ համար հասեր եմ այդ բանի որ չի ինձի բավարարում next level գայս եմ Հայաստան Արես ինձ հետաքրքիր է մի բան, երբ հայրը ուզում էր դուք դառնայիք բժիշկ եւ եկավ այն պահը, որ հասկացավ, որ երաժշտությունը ձեր միջից է, արվեստը ձեր մեջ է ապրում, ինչպես կարողացավ հարմարվել բժիշկ չլինելու որոշման հետ։ Բա ես այդ միշտ միայն բանով որ կարող եմ ինձի իմ մեղքերս մխիթարեմ, որը պապայիս եթե մտածում եմ որ օրինակ քիչ եմ այդպեսի նայեի իշքան որ բան միայն այդ բանով եմ կարող մեկ էլ իմ բրենդային իրան տալու որ կարող կարծում եմ հանգստանում է իմ խիղճը որ ես ինչ որ մի բան ունեցել եմ կյանքում ինձ է լինում որ դե միջև այդ եւ որ ես այդ ազգը բոլորը պատմում են գալիս են վայ տղատ ինչ լավն է վայ էս ինչ ես զգում եմ որ ինքը թակուն էդի վայելում է եւ ինքը իրան լավ է զգում հետո արդեն ինչ որ միջամտնում է որ ես պատճառել եմ որ ինքը երևի ընդունի ձեր բան որովհետեւ full soldat պատկերացնում եք soldat մի ուրիշ կարգ հետո ինչ ժամանակ տենց չէ որ ասենք DJ հասկացողություն բան սա հետո ես համ նվագում եմ համ բենդեր այդ ձևով գալիս է հասնում է Հայաստանյանը էլ ավելին այնպեսին որ ձեր հարցին պատասխան որ դրանից հետո արդեն այլ ոչ այտենց բանորեն ժողովրդից ստանում է այդ մեսեջը որ ձեր տղեն լավն է այլ Հայաստանից հետո եւ որ այտենց ծաղկում է Փարք Տիրոջ արդեն ինքը ընդհանրապես համբյուտեր բան չունի ինքը արդեն office ունի եւ համբյուտերի ընդհանրապես ինքը ոչ ծանոթը հատուկ էս բանի եմ ես գիտեմ այդ առնում է բերում է որ ժողովրդին ցույց տա որ այդ դիսկերով ցույց տա որ հպարտորեն շատ հետաքրքիր ու լաշնորհական ու քո հարցի համար վերադարձակ մի որոշ ձեր մանկության հատված անգամ խոսքը եւ այո աչքերի արտահայտությունը փոխվեց Արազ
Արդեն Հայաստանում եք արդեն սկսել եք, որովհետև 1 ամսում արդեն 2 ստեղծագործություն եք ներբեռնել YouTube-ում։ Ուզում եմ խոսենք ապագա պլանների մասին։ Արազ Դարեին կրկին կտեսնենք հիթերով, կրկին պետք է որ։ Նախ ես երկու ստեղծագործություն, մյուս ստեղծագործություն կոչվում է Իմ Իրանը, ու հետաքրքիր է, որ ասեմ, հենց այդ վիճակի, այդ ռմբակոծման ու այդ պատերազմային վիճակի մեջ եմ ես ավարտի հասցրել։ Այսինքն այն պահն է եկել, որ չեք պատկերացնի, այն որ ապակիներս կոտրված է, դուրս ջարդված է իմ ստուդիայի, իմ production-ի, ու դժվարությամբ այդ զինվորների միջով բան անցնում եմ, ու պատկերացեք միացրեմ, անընդհատ ամեն օր ես ուպակովկա իմանում այդ ամբողջ կապոցների մեջ, որ չվնասվի իմ գործիքները, դուք միկրոֆոնները թանկ, բայց չես կարող դուրս բերես, որովհետև այդ մի տեղում եմ ես գտնվում, որ ճիշտ պաշտպանության նախարարության արևանության մեջ է գտնվում իմ ստուդիան։ Քաղաքի լավ մասը, բայց ինքը հենց պաշտպանության նախարարության հարևանության է, վնասվել է, ու հիմա դու չես կարողանում այդտեղից ինչ-որ մի բան բերես, որովհետև բան է, ինչպես ասած, պաշտպանված է այդ մասը։ Մենակ կարողանում ես այդ հաս, որ եթում եմ օրինակի համար իմ ակվարիումից ձկերին կերակրեմ բան, ու գալիս ես այդ տրամադրության մեջ եմ ես ստեղծել, ձայնագրել, առանջմենթը ավարտել, ու ինքս էլ միքսել, հետո մյուս օրը մինչև թռիչքս եկել եմ երեկոյան, մյուս օր եկել եմ մինչև ավտոբուսով գալ, որտեղ թռիչք չէր աշխատում, միայն գետնային էր աշխատում, որ հազիվ տոմսակ եմ գտել բան, ասել է վաղը առավոտ այս ժամի կարող ես այդ ասել։ Գիշերով գնացել եմ, ինչպես ցես նկարել եմ, հիմա դուք եք հենց այս վիճակով, իմ ընկերոջս մոտ, որ պրոֆեսիոնալ մարդ է, ինքը նկարել է ինձի, ու ես հենց այդտեղ մի անգամից առօրվա 4-ին ավարտվել է այդ մոնտաժը բանը, 6-րը եմ հardով եկեմ, գնացեմ նստեմ ավտոբուս ու եկեմ դեպի Հայաստան։ Այդ երկի պատմությունն է, որ շատ կսիրեմ դա էլ իմանալ, որովհետև կապում եմ այդ երաժշտության մեջ երկու մեծ մշակույթների միաձուլումը։ Մեր ապրածը Իրանում, որպես հայ, այնտեղ կապել եմ Սևանից իմ հոգիս մինչև որ Կասպիանը, այնտեղ կապել եմ Երևանից մինչև Թեհրանի հողը, ինձ, ու այդ պատմությունն է տանում, մեծագույն լեգենդար հայերին եմ այդ նշել այդ երաժշտության մեջ, որ ինչ հետք են թողել այդ երկրին, որ մենք այսօր այդ հարգանքը վայելում ենք։ Հիթեր։ Հա, ապագա։ Տեսեք, ես այսօր ունեմ, ինչպես ասեցի, այս տարիների ընթացքում երբեք պարապ չեմ մնացել։ Աշխատել եմ եւ լիքը Հավատացել եք ամեն դեպքում, որ մի օր ստեղծելու եք նորից նոր ձերը։ Այո, ես չեմ կարծում տարիքը ինչ որ մեծացել եմ կամ այդ հիասթափությունը, թողնել գնալ, ամեն ինչ, այսպես ասած, նորից զրոյից սկսելը, այդքան էլ հեշտ բան չէ։ Միշտ եւ էսի ինչ որ Աստծո կողմից է, ես այդ օրը առաջի անգամ ինչ եկեմ Հայաստան, այդ սերը դեռ ես հենց այսօր վայելում եմ։ Այդ սերը իմս նկատմամբ որպես մայր հայրենիքս։ Այսինքն ես երբ որ հենց այն տարիներից կեսի մի հատ ուրիշ ալիքերի մեջ, մի հատ ուրիշ սերերի մեջ, ու այդ ուրիշ բաներ երրում մեջս։ Ու այսօր էլ հենց այտենց իմ մոտ եռացել է։ Այլ դրա պատճառով ես միշտ այդ երազանքը, որ նորից բերեմ, հասցնեմ, ու ավելի շատ կարոտը, որ էլի հետ վերադառնամ այն տենդով, այդ լավ տարիների որ բանը, ու ես դրա մեջ եմ տեսնում այդ երջանկությունը։ Այ դրա համար լիքը չարչարվել եմ լավ բան, ու այտենց ինչպես դուք եք ասում, սիրով ուզեցեմ որ հասնեմ։ Ու այսօր ես կաշխատեմ։ Միշտ եմ ուզեցել որ ավելի շուտ անեմ, բայց երաժշտական գործը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ամենակարևոր բանը այս ամեն ինչի մեջ է, որ հավատարիմ ընկերներ դու ունենաս կողքդ։ Եթե մենակ լնես, ոնց էլ որ անես, ոնց որ մի ուժես։ Այն տարիները մենք լավ ընկերություն ենք ունեցել։ Մենք ես ինքս շրջապատված եմ էլի հզոր մարդկանց, Մուրսիկով, Արմեն Թորոյանով, Արթուր Բինաով, Պրոֆով, Արման Բերբերյանով, Ասպարես ստուդիայով, Դավիթ Օգանով, դուսի լրիվ իմ ընկերներս, որոնք հայտնի Ռազմիկ Ամյան, չգիտես, բոլոր ումի գիտեք, իրանց հետ մենք ապրել ենք, այդ ալիքելերա։ Ու այսօր ես կուզենամ, որ նորից այդ գեղեցիկ բաները վայելեմ։ Բնական է, որ
միշտ է եղել իմ մտքից մեջ։ Ուղղակի այն ինչ որ դու ուզում ես, միջև այն ինչ որ ելնելացու է, մի քիչ տարբեր թվանի, բայց ջանքը տանում ես որ անես։ Ես հույսով եմ, որ Աստված էլի այդպեսի ինձ սիրի, որ կարողանա արժանացնել էլի այդ հին օրերին, այդ սիրուն, այդ աշխատանքին եւ այդ շանսը իր հետ մտած, այդ բաներ որ տեղի ունենում, այդ հավատարիմ մարդիկ, ովքեր որ կարող ես իրանց հետ վստահորեն քայլես, թիմը, պրոդյուսերներ, ովքեր որ կարելի է պրոդյուսեր, վստահելի մարդ, որը իմանում է քո խելացի է, իմանում է ինչ անի եւ ոնց քայլի, ինչպես քո տեսակի հետ կարողանա մի հատ վարվի եւ հասցնել։ Թե չէ ես մեծ սիրով պատրաստ եմ եւ այսինքն միշտ եմ ձգտել որ անեմ։ Արաս եւ հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Մարդկայինը, անկեղծությունը, ոչ մի բան, ես տեսեք իմ խիղճս հանգիստ է այդ ամեն ինչից, որ ես գիտեմ, որ շատ ազնիվ եմ ելել։ Երբեք ոչ մեկի չեմ ուզեցել վնասեմ կյանքում, թեկուզ ուրիշ ձև հասկացվե, բայց ես հո գիտեմ իմ մեջ ինչ է ապրել, ինչ եմ ապրել։ Կարող եմ մեկին ծերչի տվել, այսօր իմ հետ նորից ոտ մեկնի կամ հենց այդ մարդը, որի իմ մեջքից է եկել, ես իրան պահեր եմ, իրան զգուշ եմ ելել, հետո ինքը երբեք եւ որ առաջանք է արդեն ընդհանրապես քեզ չի հիշացել, բայց ես գիտեմ, որ հենց այդ ֆակտորաների վրա է մեկ ազնիվություն եւ անկեղծությունը։ Որոշ բաներ կա այդ անհասկանալու մեջ, որ կարող է քո մենթալիտետից կա, կարող է եւ քո տեսակից կա, որ սխալ հասկացվի։ Բայց դու քո հետ ինքդ գիտես քանիսով քանի ես, ինչպես է վիճակը եւ ինչ ես դու մտածում այդ ամեն։ Դրա համար եմ ասում, այսօր ես շատ սիրտս մաքուր է, որ այդ ամեն ինչը ճիշտ է գնացել ու հույսով եմ, որ էդի իմ մեջ երբեք չմեռի։ Ամենաթանկ բան անկեղծություն, մարդկային բանով, ֆակտորով եւ ազնիվություն։ Շնորհակալ եմ Արաս հյուրընկալվելու համար, հուսամ, որ այո, կվերադառնա, ճակերտավոր ասած, այն նույն Արաս Դարեն, որը Հայաստանում վայելում է մեծ մասսայականություն։ Շնորհակալ եմ, ամենամեծ ու ամենահետաքրքիր ու ամենալավ աղոթքն է, որ ես ընդունում եմ սրտով։ Շատ շնորհակալ եմ նաև ձեզ եւ ձեր բոլոր անձնակազմին, որ այսպիսի գեղեցիկ ծրագրեր եք պատրաստում։ Շնորհակալ եմ գալու համար։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։